Բարի լույս բոլորին, ժողովուրդ, դե դուք գիտեք, որ ես առավոտյան պետք է արթնանամ, ես այն ճաշը էփեմ, հավի միսա կտրել եմ, մի քանի ջուր լվացել եմ, տեսեք նորից ջուրը պղտոր է, հիմա մի հատ էլ թափեմ լվանամ, դնեմ գազի վրա, էփի պատրաստեմ սպիտակ սուպ, հավի մսով սպիտակ սուպ, կաթսան էլ հանեմ, դրեցի կաթսայի մեջ, ջուրը լցրեցի, այսպես եմ թող էփի, բայց ջուրը չեմ օգտագործում, ջուրը թափում եմ, նոր միսն եմ օգտագործում ճաշի մեջ, ես չեմ սիրում, այս հավի ջուրը չեմ սիրում, այն էլ պետական հավերը ժողովուրդ, իրոք չեմ սիրում, ջուրը միշտ թափում եմ, թե փլավի մեջ, թե ճաշերի մեջ չեմ օգտագործում։ Կանանչիները մի հատ էլ բացել ենք, ցելոֆանը ջրենք, հետո նորից ծածկենք, երևի էլ չենք բացի միջև ծլի։ Չնայած խոնավ էր հողը, բայց ասինք մի հատ էլ թարմացնենք ջրով։ Ընկակի մասն է։ Այս դեմի սոխերն էլ կարելի է ջրած։ Միսը էփել եմ, ջուրը թափել եմ, կարտոֆիլն էլ, գազարն էլ լվանամ, մաքրեմ։ Տեսեք արդեն, ես կարտոշկեն արդեն տնկելու կարտոշկա է, արմատակալիլ է։ Սպիտակ սուպ եմ էփում, բրինձով, հավի մսով սուպ։ Առաջինը դեմ գազարը մանրացնեմ, մանր կտրատեմ, տամ գազար, ես այսի կտրեմ տա, գնա, հա դու գնամ,
նվագի, ես էստեն գործն անեմ։ Դե սոխարած չեմ անում, կարագի հետ գազարը կտապակեմ ու եփում եմ կլոր բրինձով, եփած ճաշերը համովը։ Թեյնիկով էլ արդեն ժողովուրդ ջան ջուր եմ դրել, որ եռացրած ջուր լցնեմ ճաշի մեջ, հիմա լցնեմ կարագով եմ եփում, բայց սխալ դրեցի։ Հիմա այլ կարտոֆիլը կտրեմ։ Թեյնիկս արդեն եռած, Թեյնիկը կդնենք այստեղ, կացան կբերենք այս կողմը, բոլորը լցրել եմ, հիմա արդեն կլցնեմ եռացրած ջուրը, դե ասացի, որ մսի ջուրը չեմ լցնում, լցնելու եմ եռացրած ջուր, հետո կարտոֆիլն ու բրինձը մի փոքր կեփի, արդեն միսը կլցնենք ճաշի մեջ։
Առաջին էլ կտրեմ, պատրաստանեմ, որ ամենավերջում լցնեմ մեջը։ Այս վեդրոյի մեջ տեսեք ինչա, կարմիր ախորժալի թթու, սա էլ հանեմ, կտրեմ, որ պատրաստանեմ, քիչ է մնացել, ժողովուրդ ջան, բայց նորից պիտի դնեմ, ասեք ինչ հավեսին թթու է, մի հատ ծիծակ դնեմ, հələ գույնը տեսեք ինչ լավն է, այս ջրի մեջ կարամ նորից կաղամբ ավելացնեմ, երկու հատ մարինատ էր մնացել, բանկայի մեջ հանեցի, հիմա ճաշը կհամտեսեմ այս թթվով, ժողովուրդ ջան։ Հիմա ուզում եմ աղա լցնեմ, այս էլ իմ թխած հացից է,
ուզում եմ ավելացնել մի քիչ կարմիր պղպեղ։ Շատ չեմ ուզում լցնել, որ գույնը չփոխի։ Ճաշը արդեն պատրաստ է, հիմա կանջատեմ գազ օջախը, Սա էլ Էլենիս պատվոգիրը, թենիսի մրցույթին մասնակցելու համար։ Հիմա Էլեն ջան, նորից պիտի գնաս մասնակցես, չէ, Արտաշատ թե Վեդի։ Փոքր Վեդի։ Փոքր Վեդի պիտի գնա, նորից Էլենս մասնակցի։ Այսօր է բերել ես պատվոգիրը դպրոցի տնօրենի կողմից։ Հա։ Ապրի իմ աղջիկը, էս էլ ուրեմն հարգելիներս երեկոյան է Էլենս նկարել, երեկ երեկոյան էս նկարը նկարել է եւ ես ցանկացա որ ցույց տամ։ Միայնակ պինգվին, այդպես է կոչվում, ինձ թվում է հարգելիներս, ես որ ուշադիր եմ նայում այս նկարին, գիտեմ այս պինգվինի հետևից գնում եմ։ Տեսեք ինչ սիրուն նկար արե։ Էլեն ջան, ինչի է կոչվում միայնակ պինգվին։ Այս միայնակ պինգվինի համար 2007 թվականին, եթե չեմ սխալվում, ֆիլմը նկարահանվել։ Պատմությունը նրանում է կայանում, որ այս պինգվինը բոլորի կարծիքին համաձայն չի եղել եւ ընդհանրապես իրական կյանքում էլ այդպես ու գնացել է իր կարծիքի հետ միասին ու բոլորից առանձին։ Հա, գնացել է բոլորից միայնակ պինգվին, ինքը հա, տենց գնացել է, լրիվից առանձնացել է, հա, իմ աղջիկ։ Էլենս էլ նկարել է միայնակ պինգվինին։ Դե ես էլ չէի կարող, որ ձեզ չտա։ Ձեզ ցույց չտա, իմ լավ հետևորդներ ջան։ Սա էլ Էլենիս նկարած, դες նկարների ալբոմը դուք տեսել եք, բոլոր Էլենիս նկարածներն է, դե ասել եմ բացի սրանից, էլի անհատ նկարներ ունի առանձին նկարած թղթերով, հա։ Դե գնահատեք Էլենիս աշխատանքը։ Այս սրա համար արժի որ բաժանորդագրվել մեր Արմաշի համին, ժողովուրդ ջան, այս սրա համար։ Եվ դուք կտեսնեք էլ ավելի գեղեցիկ նկարներ, համով ուտեսներ, չէ Էլեն ջան։ Սա էլ վերջնական արդյունքը հավի մսով ճաշ, հարգելի հետևորդներ ջան, բրինձով ճաշ։ Դե իմ լավ հետևորդներ ջան, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Շնորհակալություն հոլովակը դիտելու համար եւ շնորհակալություն մեկնաբանությունների համար։ Ցտեսություն բոլորիդ, ամենալավն ու բարին ձեզ բոլորիդ։